Վրացքրեական ոստիկանները կիբերհանցագործության հերթական դեպքն են բացահայտել։ Ըստ օպերատիվ տվյալների մի խումբ անձին Կարագածոտնի մարզի Կարփի գյուղի առանձնատներից մեկում տեղադրել են մասնագիտացված համակարգչային տեխնիկա եւ հատուկ մշակված ծրագրերի միջոցով իրականացրել խոշորամասշտաբ համակարգչային հափշտակություններ։ Օգտագործելով արհեստական բանականության եւ ծրագրավորման տարբեր լեզուներով հատուկ հրահանգներ, հանցագործները մուտք են գործել քաղաքացիների անձնական հաշիվներ եւ իրականացրել ֆինանսական միջոցների ուղղակի հափշտակություն։ Չինաստանի նախագահ Սի Ցինփինը Պեկինում ընդունել է Դոնալդ Թրամփին, սա ԱՄՆ նախագահի առաջին պետական այցն է Չինաստան վերջին 9 տարվա ընթացքում։ Առաջնորդների հանդիպումն արդեն սկսվել է, բանակցություններից հետո նախատեսված է ճաշկերույթ։ Թրամփը Չինաստանում կանցկացնի 3 օր։ Չինաստանի նախագահը իր ելույթում նշել է, որ իրենց եւ ԱՄՆ-ի միջև առճակատումը կհանգեցնի փոխադարձ վնասի, ուստի նրանք պետք է լինեն գործընկերներ, այլ ոչ թե մրցակիցներ։ Դոնալդ Թրամփն էլ իր ելույթում Սի Ցինփինին անվանել է մեծ առաջնորդ։ Մեջբերում՝ դուք մեծ առաջնորդ եք, ես դա բոլորին եմ ասում։ Երբեմն մարդկանց դուր չի գալիս, երբ ես դա ասում եմ, բայց ես այն միևնույն է ասում եմ, որովհետև դա ճշմարտություն է, իսկ ես միայն ճշմարտությունն եմ ասում։ Մեջբերման ավարտը։ Թրամփին ուղեկցում է ամերիկյան տեխնոլոգիական հսկաների ղեկավարների պատվիրակությունը։ Նրանց թվում են Նիվադայի գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգը, Boeing-ի գործադիր տնօրեն Քելի Օրտբերգը, Apple-ի գործադիր տնօրեն Թիմ Քուքը եւ Տեսլայի հիմնադիր Իլոն Մասկը։ ԱՄՆ բանակը հանկարծակի չեղարկել է ավելի քան 4000 զինծառայողի եւ համապատասխան սարքավորումների տեղակայումը Լեհաստանում։ ԱՄՆ բանակի ներկայացուցիչը հաստատել է այդ որոշումը, սակայն մանրամասներ չի հայտնել, իսկ պատերազմի նախարարությունը չի պատասխանել մեկնաբանության հարցմանը։ Կոնգրեսում երեքշաբթի բանակի բյուջետային քաղաքականությանը նվիրված լսումների ժամանակ ոչ բանակի նախարար Դեն Դրիսկոլը, ոչ բանակի շտաբի պետի տեղակալ գեներալ Քրիստոֆեր Լանյևը չեն խոսել այս մասին։ Սենատի զինված ուժերի հանձնաժողովի առաջատար դեմոկրատ Սենատոր Ջեք Ռիդը հայտարարել է, որ բանակն առնվազն $2 միլիարդ դեֆիցիտ դեֆիցիտ ունի Իրանի դեմ ընդլայնված գործողությունների պատճառով։ Մինչդեռ ըստ ABC News-ի բանակի իրական բյուջետային դեֆիցիտը զգալիորեն բարձր է Ռիդի գնահատականից։ Պաշտոնյաների խոսքով այն կազմում է 4-ից 6 միլիարդ դոլար։ Լիբանանը հայտնում է, որ իսրայելական հարվածից միայն այսօր 12 մարդ է զոհվել, ըստ երկրի առողջապահության նախարարության զոհերի թվում 2 երեխա կա։ Իսրայելը պնդել է, թե թիրախավորում է հարավային Լիբանանում տեղակայված Հեզբոլայի ահաբեկիչներին եւ նախապես հորդորել է տեղի բնակիչներին լքել մոտ 1 տասնյակ քաղաքներ ու գյուղեր։ Վերջին 2 ամսվա ակտիվ ռազմական գործողությունների ընթացքում Իսրայելը սպանել է մոտ 3000 լիբանանցու։ Իսրայելական ուժերը վերահսկում են Լիբանանի տարածքի մոտ 5-6%-ը, 50 սահմանամերձ գյուղեր են գրավել իսրայելցիները, տասնյակ հազարավոր մարդկանց զրկելով տուն ու տեղից։ Այս կադրերը նկարահանվել են Գազայում երեքշաբթի օրը։ Իր քառահարկ տան փլատակների վրա Ալաջուդեն փայտե տուն է կառուցել։ Ընտանիքը հանել փախստականների ճամբարից, որպեսզի պատերազմի արհավիրքը հաղթած միասին ամեն ինչ նորից սկսեն։ أول شغلة اللي هي حياة النزوح مراكز الإيواء Գերբնակեցված ճամբարի ծանր պայմանների պատճառով նախընտրեցի վերադառնալ իմ տան փլատակների մոտ ու վերակառուցել տունս։ أسوي الأرض وأطلع بيت Երեխաներից ամենափոքրը մի քանի ամսական է։ Դեռ 2 ոտքի վրա ինքնուրույն կանգնել չի կարողանում, բայց հայրն այնպես է արել, որ ընտանիքի համար ոտքերի տակի հողն ամուր լինի։ أول ما أجيت هان يعني كان كمية الدمار مهولة Երբ վերադարձա, շուրջ բոլորն ավերակ էր։ Հենց առաջին օրից կենտրոնացա փլատակները հարթեցնելու, այլ ոչ թե դրանք հեռացնելու վրա, հաշվի առնելով ծանր տեխնիկայի եւ անհրաժեշտ գործիքների բացակայությունը։ Էլ չեմ ասում դրանց աստղաբաշխական գները։ Փլատակներում փայտանյութ գտա, հանեցի, մաքրեցի, հարմարեցրի մեր կարիքներին։ لازم أهلا إزالته وفي نفس الوقت مكلف جدا يعني Թե ձմռանը, թե ամռանը ապահով է, տանիքն էլ, հատակն էլ, վստահ ասում է Ջուդեն։ Ամեն ինչ իր 2 ձեռքով է սարքել։ Փլատակներում անթիվ անհամար կրծողներ կան, բայց ինքն այնպես է արել, որ դրանք իրենց փայտե տուն մտնել չեն կարող։ اللي هو نسوي الركام طبعا عندي Լավ պաշտպանված է կրծողներից, որոնք այստեղ ամենուր են։ Բացի այդ, պատրաստվել ենք նաև ձմռանը։ Տնակն անվտանգ է անձրևից եւ ջուրը ներս չի մտնի։ سنفرة رتبنا Հարևան, ծանոթ, բարեկամ, որ լսել են, թե ինչ տուն է սարքել իր ընտանիքի համար, գալիս, նայում, նույնիսկ իրենք էլ են ուզում։ طبعا كان عندنا اللي هو فكرة اليوم
Շատերն են ցանկանում վերադառնալ, իրենց տների մոտ ժամանակավոր կացարաններ կառուցել, գերբնակեցված ճամբարներից փախչել։ اللي هو المنتشر اليوم بشكل طليق. Գրողի տարած պատերազմն ամեն ինչ քարուքանդ է արել, բայց ոչ Ջուդենի հույսը, որ մի օր նորից ամեն ինչ լավ է լինելու։ يعني البيت محمي من موضوع قوارض. الشغلة الثالثة Այստեղ ապրելը մեզ կյանքի է վերադարձրել, այն վերակառուցման հույս է տալիս։ Սա բետոնե տուն չէ, բայց ծառայում է իր նպատակին, մինչև վերակառուցումը հնարավոր դառնա։ علينا مية. Թուրքիայի Սամսուն նահանգում ուժեղ անձրևները հանգեցրել են ջրհեղեղի։ Հորդառատ տեղումների հետևանքով Հավզա շրջանում 2 գետ դուրս է եկել ափերից, հեղեղելով քաղաքի կենտրոնական 4 թաղամաս։ Ջրի հոսքերը իրենց հետ տարել են կայանված մեքենաներն ու հեղեղել շինությունները։ Առնվազն 12 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ եւ տեղափոխվել հիվանդանոց։ Անտավիրուսի առաջացրած տագնապի պատճառով ֆրանսիական Բորդո նավահանգստում արտակարգ դրություն է հայտարարվել։ Այնտեղ ժամանած բրիտանական զբոսանավի ավելի քան 1700 ուղևորի թույլ չեն տվել ափ իջնել։ Բոլորին մեկուսացրել են համաճարակի կասկածանքով։ Մինչև ափին մոտենալը նավի 92-ամյա ուղևորը մահացել էր։ 50 ուղևոր գանգատվել սուր վարակիչ հիվանդության ախտանշաններից։ Ենթադրվում է, որ նավում ոչ թե հանտավիրուս, այլ նորովիրուս է տարածված։ Այն ի տարբերություն հանտավիրուսի քիչ վտանգավոր է, սակայն առողջապահները զգուշավոր են եւ սպասում են Բորդոյի համալսարանական հիվանդանոցի լաբորատոր հետազոտությունների արդյունքներին, ինչից հետո Ֆրանսիայի առողջապահները կորոշեն զբոսանավի ուղևորների ճակատագիրը։ Ֆրանսիական Պարիզիեն պարբերականը տեղեկություններ է ստացել, թե ինչ պատճառով էր հարվածել Էմանուել Մակրոնին կինը։ Անցած տարեվերջին աշխարհով մեկ տարածվեցին այս կադրերը, երբ Ֆրանսիայի նախագահի օդանավի դուռը բացվելու պահին Մակրոնի կինը, 73-ամյա Բրիջիտ Մակրոնը, հարվածում է նախագահ ամուսնու դեմքին։ Ֆրանսիական Պարիզիեն պարբերականը պարզել է, որ պատճառը իրանցի դերասանուհի Գոլշիֆթե Ֆարահանին է։ Նա Մակրոնին ուղարկել է հաղորդագրություն, որը օդանավում կարդացել է կինը ու զայրացել։ 38-ամյա դերասանուհին իրանական կինոյի աստղ է, որը տարիներ առաջ տեղափոխվել է Ֆրանսիա եւ երկրի իշխանության հետ լավ հարաբերություններ ունի։ Նշվում է, որ Մակրոնի ու նրա միջև պլատոնական հարաբերություններ են։ Բրիջիտ Մակրոնի մերձավոր շրջապատը հերքել է տեղեկությունը, ասել, որ առաջին տիկինը երբեք չի ստուգում ամուսնու հեռախոսը եւ նման միջադեպ պարզապես չէր կարող տեղի ունենալ։ Two long married people.